խոսքից մի քանի հստակեցումներ, որտեղ ձեր պատասխաններում կան այսպես հարցեր առաջացնող բաներ։ Տեսեք, դուք ասում եք Ծառուկյանի հետ կապված պետք է ավելի վաղ այս գործընթացները տեղի ունենային։ Եթե տեղի չեն ունեցել, ինչու իրավապահ, բարձր մարմինների ղեկավարները պատասխանատվություն չեն կրել։ Հիմա գնացել են ոմանք հանգստից ասում Խաչատրյանը, Արվիշտի Քյարամյանը։ Եթե այդ պատասխանատվությունը չկա, արդյոք դուք չեք կարծում, որ հիմա Արթուր Պողոսյանը, քննչական կոմիտեի նախագահը, կոպիտ ասած, կաշվից դուրս է գալիս Ծառուկյանին գետին տապալելու համար, որ դուք համարեք, որ նա ճիշտ է աշխատում եւ մնա իր պաշտոնին։ Ինչու պատասխանատվություն չեն կրել, եթե կարծում եք, որ լավ չեն աշխատել նախորդները։ Մեկ, երկրորդը անկլավների հետ կապված։ Ես ուզում եմ հստակ լինի։ Դուք կարծում եք, որ Տիգրանաշենի հարցը հիմա պետք է քննարկման առարկա դառնա այնքանով, որ օրինակ մեր քարտեզից ինքը այսպես դուրս դրվի, կարմիր, ինչպես եք նշում եք Վարդվաշենը, իրենց քարտեզում կարմիր այսպես գույնով է նշված, այդպես նշվի մեր քարտեզում արդեն Տիգրանաշենը, եւ արդյոք դա նշանակում է, որ արդեն հստակ է, որ փոխանակման հարց է դրված սեղանին։ Եվ հիմնական հարցը, պարոն Փաշինյան, դուք խոսում եք շատ Ծառուկյանից, որ տեղյակ չեք, մի կասկածելի է, որ դուք այդ տեսանյութը չեք տեսել, բայց ամեն դեպքում այստեղ Ծառուկյանի եւ ձեր հարաբերությունների մասին չէ հարցը։ Դուք ձեր հարաբերությունները ինչպես տեսնում եք, բայց արդյոք մեղավոր են այն բոլոր հազարավոր քաղաքացիները, որոնք աշխատում են Ծառուկյանի ընկերություններում, որոնց աշխատանքային իրավունքն է ոտնահարված, որոնք գնում են աշխատանքի, իրենց այդ աշխատավարձով են ապրում եւ հիմա մարդիկ փաստի առաջ են կանգնած ձեր քաղաքական, լավ, իրավական, ինչպես դուք եք նշում, գործընթացների հետևանքով։ Ինչ անեն նաեւ այն քաղաքացիները, որոնք օրինակ այդ ընկերությունների կամ ռեստորանային համալիրներն դրանց հետ պայմանավորել են իրենց խնջույքները, քեֆերը այնտեղ անցկացնել եւ հիմա փաստի առաջ են, որտեղ այդ բոլոր ընկերությունները կապարակնքվել են։ Ինչ անեն այդ քաղաքացիները, որոնք կրկնում եմ հազարավորներ են։ Գիտեք, հիմա նույն տրամաբանությամբ, նույն ապօրինի գույքի վերադարձի հետ կապված process-ներում այդ նույն հարցերը կարելի է դնել։ Պետք է տեղի ունենա բալանսավորված մոտեցում։ Այն ինչ որ պետք է պետության շահերը, այդ թվում գողացված գույքերը վերադարձնելու համար այդ պրոցեդուրաները պետք է տեղի ունենան։ Բայց ինչ անեն այն գործարարները, որոնց գցվել են, որոնց ունեցվածքը իրանց ձեռից առել են։ Եվ այլն եւ այդպես շարունակ, եւ ուրիշ քաղաքացիները, որոնց ձեռից առել են։ Գույքը իրանց ձեռից առել են։ Բայց ինչ անի քաղաքը, որից հողեր են ապօրինի տարվել։ Բայց նույն քաղաքացիների մասին չի խոսքը։ Այսինքն օրինականությունը պետք է տեղի ունենա եւ օրինականությունը պետք է տեղի ունենա տրամաբանության սահմաններում։ Այսինքն բա տենց է, բա ամեն անգամ էլ միշտ էլ տենց փաստարկներ կան։ Բայց այդ ժամանակ դուք չեք ստեղ կանգնած հազար, այդքան ասցիք թալամ, բա ուրա, բա ինչի հետ չեք բերում եւ այլն, այսինքն մեկ էլ այն էր օգտագործվում մեր դեմ, բա ուրա, հեսա։ Ապօրինի գույքի բռնագանձման բաները, վճիռները հերթով մտնում են օրինական ուժի մեջ։ Այսինքն դա եմ ուզում, કે տասնյակ անգամ հարց եք տվել, բա ինչի, էս չի, ինչի, եւ մարդիկ են այդ հարցերը տալիս։ Հայաստանի քաղաքացիներն ես հստակ ասել եմ, իմ քաղաքական ուղերձի մեջ ոչ մի թաքուն բան չկա։ Իմ ամենամեծ դժվարությունը նախընտրական շրջանում հենց այդ թեմային է վերաբերվել, որ ինչ են մարդիկ շարունակում մնալ արտոնյալ կարգավիճակում։ Եվ պատասխանատվության ենթարկվում են եւ ենթարկվել են այն մարդիկ, ովքեր մեղավոր են այդ բաների համար եւ կշարունակեն ենթարկվել։ Հիմա այդ պատասխանատվությունն էլ պետք է լինի համաչափ։ Ով ինչի համար ինչ չափով պատասխանատու է, պետք է այդ պատասխանատվությունը կրի։ Որովհետեւ մարդիկ ուզում են Հայաստանի Հանրապետությունում տեսնել կարգ ու կանոն, ուզում են տեսնել արդարություն եւ արդարադատություն։ Եվ պետք է տեսնեն, ուրիշ տարբերակ չկա։ Ուրիշ տարբերակ չկա։ Այդ թվում համադրությամբ նոր համադրություն ընդունում, ինչքան էլ փորձ արվում կապել եւ այդ թվում այդ պատճառով է համակարգային ձևով փորձ արվում ներքին եւ արտաքին ուժերի կողմից այդ թեման նենգապոխել։ Դրա համար է պետք։ Ամեն մեկը դատաիրավական համակարգում բաներ ունեն, անձեռնմխելի պաշտոններում կոնկրետ իրանց անունով մարդիկ ունեն նշանակած։ Մարդիկ ունեն նշանակած։ Իրենց անձնական դատավորներն ունեն համակարգերում նշանակած։
այդ թվում պատերազմի եռագլուխ կուսակցության անդամները։ Ու այդ մարդիկ սահմանադրորեն անձեռնմխելի են։ Բայց ինչքան ենք մենք ասելու դե լավ, հա։ Չի կարա տենց բանը լինի։ Եվ չի կարա լինի տենց բան, այդ թվում նրա համար, որ ժողովուրդը իմ առաջ կոնկրետ այդ հարցը դրել է, ես պարտավոր եմ այդ հարցի լուծման համար անհրաժեշտ քաղաքական պայմաններ ապահովել, իհարկե օրինականության եւ սահմանադրականության շրջանակներում։ Եվ դա պետքա տեղի ունենա։ Եթե դրա համար պետքա քաղաքական պատասխանատու եւ քաղաքական պատասխանատվություն, ես եմ կրում դրա քաղաքական պատասխանատվությունը եւ ես եմ դրա քաղաքական պատասխանատուն, որտեղ ժողովուրդը ինձ վրա է դրել այդ պատասխանատվությունը։ Եվ ես այդ պատասխանատվությունը պիտի կրեմ։ Ուրիշ տարբերակ չկա։ Անկլավների մասով այո։ Այո, կարծում եմ այդպես։ Կարծում եմ այդպես, որովհետև տեսեք, մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք բա ջերմուկի տարածքները եւ այլն։ Այսինքն մենք պետք է հստակ արձանագրենք, որ եթե մենք գնում ենք այն կանխավարկածով, որ ով ինչ տիրապետում է, ուրեմն այդ Իրանն այդ նշանակում է ջերմուկի տարածքների մնացած մեր օկուպացված տարածքների հարցը մենք օրակարգից հանում ենք։ Մենք պետք է գնանք դե յուրե ճանապարհով, այն քարտեզներով, որը դրված է սեղանին, եւ որով մենք արդեն սահմանազատում իրականացրել ենք Տավուշի մարզի հատվածում։ Մենք պետք է գնանք եւ առերեսվենք այդ իրականության հետ, եւ նախընտրական շրջանում էլ ես դրա մասին ասել եմ։ Երբ որ քաղաքացին ինձ հարց տվեց կենտրոն վարչական շրջանում Քարոզարշավի ժամանակ, իհարկե թույլ չտվեց, որ միջև վերջ այդ հարցին պատասխանեմ, բայց ասում էր ինչ նկատի ունեք անկլավ ասելով, նկատի ունենք Արցվաշեն, նկատի ունենք Խեյրեմլի, Բարխուդարլի, այդ նկատի ունենք, որը բոլորը գիտեն, այսինքն ակնհայտ իրողություններ են դրանք։ Եվ մենք պետք է այդ հարցերի լուծենք, հասկանում եք, որովհետև ինչքան չլուծենք, դա դառնալու է մի կետ, որի եւ ներքին եւ արտաքին ուժերը օգտագործելու են Հայաստանը ավելի խոցելի դառնելու համար։ Եվ ես սա ինչի համար եմ ասում, որպեսզի այս թեմայի շուրջ նյարդը դուրս գա ընդհանրապես։ Դա սովորական աշխատանքային գործընթաց է, որտեղ սա մասը նրա, որ այդ թվում ջերմուկում, այդ թվում Տավուշի մարզում, այդ թվում մնացած տեղերում մեր տարածքները, որոնք մերն են, բայց մեր վերահսկող Արցվաշենը մերն է, բայց մեր վերահսկողության ներքո չի, այդ հարցերը պետք է լուծվեն, դե յուրե իրավական պետք է լուծվեն։ Եվ դե յուրե հիմնավորումն է, մենք այն ամենակարևոր դե յուրե հիմնավորումը քարտեզներն են, որով մենք սահմանազատում իրականացրել ենք, որի մասին ես ասել եմ։ Դրանք 74-ից 78 ինչքան հիշում եմ թվականի քարտեզներն են, որոնք անցել են այդ սահմանապահ տերմինաբանությամբ կամ սահմանային տերմինաբանությամբ հերթապահության ընթացակարգ, այսինքն ստացել են իրավական ուժ։ Այսինքն Ալմատի հռչակագիրը հենված է այդ քարտեզների վրա։ Այո, մենք պետք է ասենք, որ դա կա եւ պետք է արտահայտենք այդ թվում մեր քարտեզներում ոչ թե ձեր ասած ձևով, այլ երևա որ այդտեղ հարց կա, որին մենք պետք է անդրադառնանք։ Օրինակ ընդդիմության ներկայացուցիչներից մեկը նախընտրական բանավեճի ժամանակ ասում էր իշխանությունը փոխանակ գնա այս տարբերակով, գնում է այն տարբերակով։ Իշխանությունը երկու տարբերակով էլ գնում է, մենք ասում ենք, մենք չպետք է մեզ փակուղի մտցնել, ասելով, որ չէ, մենք մենակ այս տարբերակն ենք անում, որպեսզի այդ թվում արտաքին ուժերը դա օգտագործեն մեզ փակուղի մտցնելու համար։ Մենք ուզում ենք այդ թեմայի շուրջ եւ հանում ենք այդ թեմայի շուրջ նյարդը, որովհետեւ այդտեղ նյարդի խնդիր չկա, որովհետեւ իրավիճակը հայելային է։ Ինչ լուծում Արցվաշենի դեպքում կլինի, նույն լուծումներն էլ կլինեն մյուսների դեպքում։ Սրա մասին է խոսքը։ Եվ սա եւ ելի եմ ասում, ուզում եմ ձեր ուշադրությունը սրա վրա հրավիրեմ, որովհետեւ եթե մենք ասենք, գիտեք, ինչ չէ, այդ քարտեզում կա, բայց դա մեզ չի հետաքրում, մենք դրանով Ադրբեջանին հնարավորություն կտանք ասելու, որ հա ջերմուկի տարածքը քարտեզում կա, բայց դա մեզ չի հետաքրում, որովհետեւ մեր բանի տակ է, մեր կոնտրոլի տակ է։ Իսկ խաղաղության համաձայնագիրը եւ սահմանազատման կանոնակարգը ուրիշ տրամաբանություն ունի եւ մենք պետքա մեր ստանձնած պարտավորություններին, տեքստին, բառին եւ ոգուն մնանք հավատարիմ։ Շնորհակալություն։
Աշխատողների հետ կապված ամեն ինչ կանենք, որպեսզի աշխատողների իրավունքները պատշաճ ձևով պաշտպանվեն։ Դե գիտեք, մի քանի օր անցել, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի բոլոր աշխատողների իրավունքները հնարավորինս պաշտպանված լինի։ Çünki այդ մարդկանց շահերը չեն կանտեսի։ Հաջորդ հարցը Սիվիկ։ Ինչ։ Շատ Արարատ ցեմենտի հետ կապված է, այսինքն ինչ։ Հիմա Արարատ ցեմենտի հետ կապված process կա։ Ես ասել եմ, որ ընդ որում դա ես ոչ թե քաղաքական հայտարարություն եմ արել, որից հետո դա եղել է, այլ քննությունը դա ցույց է տվել, գրություն ազդակ է եկել կառավարությանը, որից հետո ես ասել եմ։ Ես Արարատ ցեմենտի աշխատողներին էլ խորհուրդ եմ տալիս եւ խնդրում եմ, որովհետեւ Արարատ ցեմենտը շատ շուտով լինելու է պետական։ Նշանակվելու է նույն ընթացակարգով կառավարիչ եւ եկեք այսօր այնպիսի բաներ չանենք, որ վաղը մյուս օրը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակն եմ ուզում հիշեցնել։ Ես կապանում զգուշացրեցի, ասի տեսեք, այն մարդիկ, ովքեր այսօր այլև պատվերով գործողություններ են անում, այդ մարդիկ ազատվելու են աշխատանքից։ Ես հունիսին ասեցի, այդ մարդիկ արդեն օգոստոսին բոլորը ազատված էին աշխատանքից, նրանց մի մասի դեմ քրեական գործ է հարուցված, նրանց մի մասն է դատվել է։ Ես ուզում եմ, որ պարզ լինի խաղի կանոնները, որ այդ մարդկանց մի մասն էլ միջև մի միջնորդավորված կամ ուղղակի միջնորդում է, որ վերականգնվեն աշխատանքի։ Ես էլ ասում եմ, չէ, հարգելիներս, այն ժամանակ հստակ կանոնը սահմանվել է։ Լսել եք ինչ եմ ասել։ Ես չեմ կարող, որովհետև այդ ասած այդ թվում ժողովրդի առաջ ստանձնած պարտավորություն է, ես չեմ կարող դրանից նահանջել։ Հիմա նույնը խնդրում եմ Արարատ ցեմենտի հարգելի աշխատողներին չմտնել դաշտեր, որ հետո տարիներով անընդհատ այս նույն ցիկլի մեջ մտնենք, նրանք ովքեր կանեն այդ կարգի գործողություններ, այսինքն, չգիտեմ, մարդկանց վրա ճնշում կգործադրեն եւ այլն, փորձելով նրանց մղել գործողությունների, ազատվելու են աշխատանքից։ Այո, սպառնում եմ ըստ էության։